Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ թույլ տվեք ընթերցել հարցը։ Մինչև հղիանալս ամեն ինչ լավ էր, ամուսինս գրեթե միշտ ինձ օրգազմի էր հասցնում։ Ծննդաբերությունից հետո նույն ռիթմով ապրում ենք սեռական կյանքով, բայց օրգազմի չեմ հասնում, ամուսնուս մոտ էլ կարծես թե խնդիրներ են առաջացել, խնդրում եմ օգնել։ Նմանատիպ խնդիրներ հաճախ են լինում, հատկապես հետծննդաբերական շրջանում։ Բանն այն է, որ նորածնի հետ կապված խնդիրները, անքուն գիշերները, խնամքը դեռ ոչ մեկի սեքսուալությունը չեն ավելացրել, եթե ոչ հակառակը։ Սա նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է եւ պետք է հաշվի առնել, որ ժամանակի ընթացքում սեռական ֆունկցիան կվերականգնվի։ Պարզապես պետք է անպայման նկատի ունենալ եւ կիրառել մի քանի կարևոր խորհուրդ, որոնց մասին ես հիմա կխոսեմ։ Նախ պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Շատ կարևոր է, որ սննդակարգը լինի վիտամիններով հարուստ, որովհետև հոգնածությունը, անքուն գիշերները, ինչ որտեղ լարվածությունը, ոմանց մոտ նաև հետծննդաբերական դեպրեսիան բնականաբար ընկճում են սեռական ակտիվությունը։ Շատ կարևոր է ամուսնու գործոնը, հատկապես առաջին կես տարվա ընթացքում։ Հետծննդաբերական շրջանում կանայք ավելի զգայուն են դառնում եւ ամուսինները պետք է հնարավորինս ավելի շատ ուշադրություն հատկացնեն իրենց։ Խնդիրները, մասնավորապես օրգազմի հետ կապված, նույնպես ֆիզիոլոգիական են, որովհետեւ ծննդաբերությունից հետո բնականաբար սեռական օրգանները համեմատաբար իրենց նախկին վիճակի ավելի լայնացած են լինում եւ հեշտոցային օրգազմի առումով բնականաբար կարող են խնդիրներ ծագել։ Որոշ ժամանակ անց, երբ արդեն սեռական օրգանները վերադառնում են իրենց նախկին ֆիզիոլոգիական վիճակի, հեշտոցային օրգազմը վերականգնվում է, բայց այստեղ օգնության կարող են հասնել հատուկ վարժությունները, որոնք կոչվում են կեգելի վարժություններ։ Որն է դրանց իմաստը։ Իմաստն այն է, որ այդ վարժությունները կատարելով կինը կարգի է բերում սեռական օրգանների տոնուսը, հատկապես իհարկե հետծննդաբերական շրջանում, եւ այդ վարժությունները կատարելով ավելի արագացնում է հեշտոցային օրգազմի վերականգնումը։ Դրանցից մեկը հետեւյալն է. կինը կարող է մեջքի վրա պառկել, ոտքերով գրկել բարձը կամ գնդակը եւ պարբերաբար դրանք բարձրացնել, իջեցնել։ Այդ վարժությունը կատարելով կոնքի խոռոչի արյան շրջանառությունը լավանում է եւ մկանային տոնուսը նույնպես վերականգնվում է։ Սա բավականին արդյունավետ տարբերակ է հեշտոցային օրգազմը կարգավորելու համար։ Իսկ տղամարդու սեռական առողջությունը վերականգնելու համար օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերության Megapotenzin Long կենսաբանական հավելումը։ Megapotenzin Long-ը ունի մի շարք առավելություններ, դրանցից մեկն այն է, որ այն բացարձակապես բուսական է, իր մեջ պարունակում է մի շարք վիտամիններ եւ միներալներ, որոնց օգտագործման պարագայում սեռական ֆունկցիան շատ արագ վերականգնվում է։ Մյուս առավելությունն այն է, որ տուփում միներալներն ու վիտամիններն առանձնացված են եւ ընդունվում են առանձին առավոտյան եւ երեկոյան։ Դա նույնպես ապահովում է բուժման արդյունավետությունը։ Մյուս առավելությունն այն է, որ Megapotenzin Long-ը չի առաջացնում կախյալություն։ Սա շատ կարևոր է հատկապես այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են օգտագործել քիմիական ծագման խթանիչներ։ Իհարկե, տղամարդու պոտենցիան կարգավորելու համար նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հղիության ընթացքում, հատկապես վերջին ժամանակահատվածում, սեռական պասիվությունը եւ դրան հաջորդող հետծննդաբերական շրջանում նկատվող սեռական պասիվությունը եւս պատճառներ են, որոնք բերում են տղամարդու սեռական պոտենցիայի խանգարմանը։ Եվ այդ առումով հաշվի առնելով տևական դադարը, տղամարդիկ պետք է հասկանան, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար սեռական ֆունկցիան կարող է վերականգնվել, եթե իրենք չխուսափեն սեռական հարաբերություններից։ Բանն այն է, որ շատ տղամարդիկ հենց առաջին մասնավորապես երամսյակում խուսափում են մերձեցումներից, ինչը խորացնում է խնդիրը։ Սա եւս իհարկե պետք է հաշվի առնել եւ չխուսափել սեռական հարաբերություններից, եթե իհարկե չկան հատուկ սահմանափակումներ կամ հակացուցումներ։
Եզրափակելով այս հարցը ուզում եմ ընդգծել, որ սեռական խնդիրները, հատկապես զույգային խնդիրները, բավականին արդյունավետորեն բուժվում են եւ շատ կարեւոր է այս դեպքում փոխվստահությունը։ Ողջունելի է, որ զույգը քննարկում է խնդիրները եւ ամեն մեկը իր հերթին նշում է այն գանգատը, որը իրեն անհանգստացնում է։ Միայն փոխվստահության պարագայում հնարավոր է խնդիրը բացահայտել, ժամանակին դիմել մասնագետի օգնությանը եւ լուծել դրանք։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Գրեք ձեզ ուզող հարցերը։ Մենք դրանց արագ արձագանքում ենք բոլոր հարթակներում։ Շնորհակալություն մեզ հետևելու, մեր տեսանյութերը տարածելու եւ մեկնաբանություններ թողնելու համար։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։